Ողջույն մեր հավատարիմ հեռուստադիտողներին, ողջույն Սուրեն։ Նոր տեխնիկա ենք ստացել, այստեղ հնարավոր է ամեն ինչ նայել։ Այո։ Ողջույն Դավիթ։ Պատրաստվել եմ նոր եթերաշրջանին։ Այո, կեցես։ Ավտոն քիմ մաքրման է ենթարկվել։ Ստված պիտի փոխես արդեն այս մեքենա։ Մեծ մեքենա է հարկավոր։ Չունեմ մեծ մեքենա։ Մեծանում ենք։ Ինչևէ, ամառային արձակուրդները ավարտվեցին։ Ցավոք սրտի։ Քո ճամփորդությունն էլ վերադարձա Հայաստան։ այո, ավարտվեց։ Բայց հետաքրքիր ճամփորդություն է, Դավիթ, եւ բազում մարդիկ եմ գտել Եվրոպայում, որ գալի են կարողանում։ Գնանք ժամանակի ընթացքում, այո, ի կատար կացանք։ Հա։ Ուր են գնում այսօր։ Այսօր առաջարկում եմ սկսենք մեր կիրակնորյա որսը ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանից։ Սուրեն, Թևան Պողոսյանից առանձնատանը կարծես թե մարդ չկար։ Այո, նրանք շարունակում են վայելել իրենց ամառային արձակուրդները։ Այո, բայց հետաքրքիր թաղամաս էր Դավիթ, ես այսպիսի ճոխ տներ մեկ էլ Վահագնի թաղամասում եմ տեսել։ Ծառա Վաղփյուրի սեփական սեկտորը։ Ումից են գողանում, որ այսպիսի տներ են կառուցում։ Չէ, պարտադիր չէ գողանան, նաև հնարավոր է վաստակում են։ Բայց մեծամասամբ եթե պաշտոնյաներ են գողանում են Դավիթ, ինձ թվում է, նրանց աշխատավարձով այսպիսի տներ կառուցել հնարավոր չէ։ Շարունակենք մեր փորձերը։ Այո։ Առաջարկում եմ Դավիթաշեն թաղամաս տեղափոխվենք։ Բայց Դավիթաշենը հեռու չի, այդ արանքում չկա ոչ ոք։ Ոչ, ցավոք Դավիթ կարող է մեր երկրում մարդ չի մնացել, որ նկարեն։ բոլորը արտագաղթել են։ Կարող է։ Արի ընդլայն ենք մեր հարցումը, մեր երկրագնդում փորձենք բացահայտել։ Դե ժամանակ առ ժամանակ բացահայտում ենք։ Հա։ Դու քաջատեղյակ ես, այո։ Լավ։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Վրաստան, Միացյալ Նահանգները վերջի Գերմանիա 7-8 ամիս առաջ էր Դավիթ, արի մոտ ապագայում մեկնենք Եվրոպա։ Իսկ քո աշխատավարձով հնարավոր է Սուրեն անընդհատ ճամփորդել։ Դավիթ, գիտես, ես ներկայացումներ եմ անում արտերկրում եւ բավականին լավ հոնորարներ ունեմ, այնպես որ իմ եկամուտները թափանցիկ են։ Կարող են բոլորը ստուգել։ Այո, հնարավոր է։ Շարունակենք մեր փորձերը։ Մեքենայով եմ ճանապարհորդում, մեքենայով երջան։ Ես առաջարկում եմ Դավթաշենում փորձենք լուսանկարիչ Էմա Մարաշյանը։ Ես ծանոթ չեմ նրան, բայց մեծ հաճույքով կծանոթանամ։ Գնացինք ծանոթանալու, փորձ կատարելու։ Բարև ձեզ, հայկական երկրորդ հեռուստալիքն է, չէին սպասում հարթումը, Էման տանն է։ Ինչպես։ Էման տանն է։ Ой, Մենք Էմային ենք փնտրում։ Էման այստեղ չի ապրում։ Բա ո՞ր է։ Էման ապրում է Նորք Մարաշում, բայց հիմա իրար քներիկից ես չի կարող բացել։ Էմա Մարաշյանն էլ դեռ չի վերադարձել ամառային արձակուրդներից։ Դավիթ, ոչինչ չէ, ես քաղցած եմ։ Բեռնախցիկումը յոգուրտ գտամ Մարիաննայի եւ վայելում եմ։ Դա նվերներն են մեր Սուրեն։ Ինչու է սպառում ուրիշի նվերներն։ Շատ համեղ է։ Դու բարձ այսօր կնկարենք, թե չէ, ափսոս չի։ Կառնես տեղը կդնես։ Իսկապես շատ համեղ յոգուրտ է։ Նմպելի դրել է, նմպելի է։
Սուրեն, ես աշխատում եմ կենտրոնանալ եւ անել այնպես, որպեսզի մեր նկարանումը տեղի ունենա, մի շեղի ինձ։ Իսկ ես վայելում եմ իմ առավոտ, Կիրակ նորի առավոտը մեր երկրում։ Վերջապես։ Տեղափոխվենք երևի թե Հալաբյան փողոց։ Ով է ապրում Հալաբյանում։ Այնտեղ Աննա Իսրայելյանին կարող ենք փորձել։ Բայ լրագրող, Այո։ ես իրան սիրում եմ։ Շատ լավ։ Եվ կողքի շենքը Աննա Մանուչարյանն է դերասանը։ Փորձենք Աննաներին բացահայտել։ Հալաբյան փողոցի վրա։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, չեն սպասում արդումը։ Ողջույն Աննա։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Համեցեք։ Վերջապես գտանք ձեր տունը։ Համեցեք։ Այդպես։ Ոչինչ որ եսենց։ Ոայ։ Ես չէի պատկերացնում, որ սա սենց է լինում։ Նեկեք մեր։ Բա, հենց այսպես է լինում։ Մի վարքյան բան կանեք ես։ Իհարկե, ձեզ ժամանակ կտրամադրենք։ Շնորհակալություն Աննա, չխաբենք մեր հեռուստադիտողին եւ ասենք, որ մեզ հյուրասիրեցիք պաղպաղակ, սուրճ եւ մենք ձեզ ժամանակ տվեցինք, որպեսզի պատրաստեք։ Շատ շնորհակալ եմ, չգիտեմ որքանով հասցրեցի, բայց նաեւ անկեղծ ասած չեմ պատկերացնում մեր տանը ինչ եք նկարելու, որովհետեւ շատ սովորականից էլ ավելի པարզ տուն է, սա տունն է, որտեղ իմ ծնողներս է։ Թերևս մեր հարցման առաջին հարցն է, սա ինչ տուն է, այս տան պատմությունը, քանի քառակուսի է, երբ մենք եք այստեղ բնակվում։ Թվեր չեմ հիշում, ես այստեղ եմ ծնվել, սա մորս տունն է։ Ամեն անգամ, երբ որ ես խոսակցություն եմ բացել այն մասին, որ տեղափոխվենք ինչ-որ այլ տեղ, ես հասկացել եմ, որ դա դանակով հարված կլիներ, անկեղծորեն մորս մեջքին, որովհետև դուք հասկանում եք, ես իրա միջավայրն աստեղ, իրա հարևաններն են ստեղ, ինքը բոլոր ամեն ինչ գիտեր, իրան պոկել ստեղից տանել ինչ-որ այլ տեղ, դա չգիտեմ ինչ կլինի, լսել անգամ չի ուզում երբևէ այստեղից ինչ-որ տեղ տեղափոխվելու համար։ Ես գիտեմ, որ այս շենքերը կառուցվում էին 20 տարվա համար, սա ուղղակի մարդկանց համար ինչ ասեմ, վան պայմաններ են, էլի մարդիկ չպետք է այսքան ցածր առաստաղներով տներում ապրեն, դա ինձ թվում է նվաստացնում։ Այ միջայլոց հիմա հատուկ լրագրողների համար, մտավորականների համար, երիտասարդ լրագրողների համար, ես արդեն այդ կեսաբանական տարիքից դուրս եմ եկել եւ կարծեմ նաեւ զույգերի համար է, ընտանիքների համար ես մենակ եմ։ Մի խոսքով չստացվեց։ Ես էլ այնպես էր ստացվում, որ ըստ էության կարելի ասել տուն գալիս եմ գերազանցապես ուղակի քնելու։ Հիմա աշխատանքը ուտումը իմ մնացած ժամանակը։ Հիմա խոսքով այս համեստ պայմանները միայն մայրիկի կամակորությունն է, հա։ Այո, եւ գումարած կամակորություն չէ, ճիշտ բառը չի, հաստատ ճիշտ բառը չի։ Էս իրա չգիտեմ, էլի դուք հաստատ սիրում եք, չէ՞, իտալական ֆիլմերը, որ այնտեղ բաներ, բակեր, բան եւ այլն, որոնք բոլոր իրար ճանաչում են, մեկի տանը մի բան է լինում, կողքից բան, հասկանում եք, այո, այդ մթնոլորտն է, այստեղ դեռ Երևանի կենտրոնի այդ բանը, երբ որ կողքի հարևանը անգամ մենակ կարողա դու տեսնում ես, բարևում ես, այդտեղ չկա։ Այստեղ եթե ինչ որ մեկի կողքը ինչ որ մեկը սոված է, հաստատ անպայման մեկը իրան կկերակրի, եթե ինչ որ մեկի հետ ինչ որ բան է պատահել, մնացել է այստեղ։ Հա, ծայրամասերում հաստատ ու չգիտեմ, էլի ճիշտ է ստեղ էլ է շատ փոխվել։ Անա դուք զավակ ունեք, եթե չեմ սխալվում, իսկ նա որտեղ է ապրում։ Այ դա էլ է բանը, մայրիկիս երազանքներ, որ Դուք էլ ձեր զավակին բաց չեք թողել։ Ես սիրով բաց կթողեի, ես տենց բաներ չունեմ, բայց մամաս օրինակ շատ էր ուզում, որ բոլորս իրար կողք լինենք, որտեղ ինքը չգիտեմ, ես այդպես բան չունեմ, որ հեռավորություն եմ, աչքից հեռու, սրտից հեռու տարբերակն է լինելու, բայց ինքը ուզում էր, որ մենք բոլորս իրար մոտ ապրենք եւ ահա քույրս էլ է ապրում մի փողոց են կողմ, որդիս ապրում այս նույն շենքի մեջտեղի մուտքում, ես ինչքան հասկացա, քանի որ այդ տունը իմ անունով է, դուք սխալմամբ այդ տունն եք, հա գնացել։ 2-3 անգամ այդ տան դուռը թակել ենք, բացող չի եղել։ Դե այնտեղ վերանորոգում էր, այնտեղ ուղղակի հիմա երբ որ մենք խոսում ենք, սրանից մի շաբաթ առաջ այնտեղ սկսեց մարդ ապրել, որտեղ որդիս մի շաբաթ առաջ ամուսնացավ, այս անցած շաբաթ օրը։ Որքան մեծ որդի ունեք, ամուսնացավ։ 24 տարեկան է, հա, ամուսնացավ, ինքը Իդեպ Սամվելը Մարտիրոսյանն ամուսնացել է 19 տարեկանում, ու երբ որ ես ասում էի, որ որդիս 24 է ու ասում եմ, որ փոքր է, Սամվելը ասում էր տունն է մնացել։
19 տարեկան ամուսնու։ Գիտես ինչու, բայց հիմա Հայաստանում արդեն սկսել են ավելի մեծ տարիքում, հա, ամուսնանալ 30, 32 ասում եմ, եւ կարծում եմ դա լավ է։ Տղայի համար ասում եմ, որ պիտի աչքը կշտանա, հետո նոր ամուսնանա, բայց ես ինչքան հասկացել եմ, տղամարդու աչքը երբեք չի կշտանում, այնպես որ Այդ ձեր դառը փորձից մի խոսեք։ Չէ, իսկ կա տենց նախադեպեր կան, հա, դուք Ձեր գիտեք։ դիմաց երկու տղամարդ են կանգնած, որոնք կշտացել են վաղուց Սա ասում եք ձեր հույսով, որ ձեր կանայք նայելու են այս հաղորդումը։ Մեր կանայք։ Հաստատ։ Լավ, այս դուռը ուր է տանում մեզ։ Սովորական սանհանգույց։ Թերևս միակ դուռն է, որ փոխվել է, հա, սա կարծեմ հենց այն ժամանակվա դուռն է։ Հա, սա ուղղակի ներկվել է։ Հա, դա չի Անա չեմ հասկանում, լուրջ կաշառքներ չեն առաջարկի հոդվածների դիմաց եւ այլն, լավ վերանորոգեի կայքն։ Առաջարկել են բազմիցս, բայց ձեզ ասեմ, արդյոք արժեր այս տան վրա շատ նենց արմատական փոփոխություններ անել, արդյոք դա Ասիկա առաջարկել են վերցրել եք, չեք վերանորոգել։ Չէ, չեմ վերցրել։ Ես երկու հարցը այսպես բռնվեցի էլի, Դավիթ, մի քիչ հետ տարի բացենք, տեսնենք ինչ Ես կա։ բավական խնդրեմ, իհարկե, ուղղակի առանձնապես ոչ մի բան չկա։ Լուրասենյակն է։ Չէ, այստեղ բայց վերանորոգվել է։ Մի փոքր վերցրել եք եւ վերանորոգել։ Տեսեք, հիմա տեղն է, որ ձեր եւ Հաբանի համար հարկայինի համար ասեմ, ես բավական նորմալ վարձատրվող լրագրող եմ։ Ես երկու տեղ եմ աշխատում, եւ Առավոտում եւ Ազատություն ռադիոկայանում։ Ազատություն ռադիոկայանի ամբողջ հաշվապահությունը սպիտակ է, վճարում է բոլոր հարկերը, նույնը նաեւ իսկ թերթերը։ Դուք համեստ պահանջներ ունեք, դրա համար եք կարծում, որ լավ եք վարձատրվում։ Ես վստահ եմ, որ դուք այնքան չեք վարձատրվում, որքան որ կարող եք վարձատրվել։ Այո, եթե մենք դրսում աշխատելիս լինեինք, Թվերի մասին չխոսեմ, բայց ես վստահ եմ, որ հաստատ շատ ավելին կլիներ, բայց գիտեք, ես նախընտրում եմ իմ աշխատանքի վարձատրությունը ստանալ միայն իբրև աշխատավարձ, միայն մեր լրատվամիջոցի ղեկավարի կողմից։ Ես ինձ թվում է պատասխանեցի ձեր նախորդ հարցին եւ երբևէ Այսինքն նա է թելադրում ինչի մասին ինչպես գրել։ Հիմա քանի որ աշխատանքից բնույթը փոխվել է, հիմա ես եմ թելադրում մնացածներին թե ինչպես եւ ինչ գրել, քանի որ այնուամենայնիվ խմբագրի ու լրագրողի մանա ավերին, բայց Այո, կայքի պատասխանատուն եք։ Այո, կայքի պատասխանատուն եմ, բայց գիտեք ոնց է, սենց կան որոշակի պայմաններ, հա, որոնք գիտեն Առավոտի բոլոր աշխատակիցները, եւ եթե դրանք պահպանում են, էլ ոչ մի լրացուցիչ բան ասել պետք չի։ Օրինակ անձնական վիրավորանքներ գրել չի կարելի, նույնիսկ եթե այդ մարդը դրան շատ արժանի է։ Մի պայման օրինակ դες ասացի։ Չենք հրապարակում, ասենք այդ տեսակ վիրավորանքներ, հայհոյանքներ, Իսկ կոմենտները ջնջում եք, որտեղ այնտեղ են ամենաշատը պարունակում վիրավորանքներ եւ հայհոյանքներ։ Կայքում են հայհոյանքներ։ տալիս մեկնաբանությունները միայն այն բանից հետո, երբ որ կնայենք, այսինքն այդ կոչվում է պրեմոդերացիա, այսինքն ի սկզբանե չեն հրապարակում։ Իսկ Facebook-ը քանի որ չունի այդ տեսակ գործառույթ, որ հետո ենք ջնջում։ Գրաքննություն ենք իրականացնում։ Կայքից խոսեցինք, այստեղ տեղին է հիշել մեր կայքը, չէին սպասում .am կայքը, որտեղ որ մեկ շաբաթ հետո եթերից կհայտնվի նաև ձեր հաղորդումը եւ մեր մյուս հաղորդումները։ Չէին սպասում .am։ Շարունակենք։ Պատմեք ինչ ունեք այս սենակում եւ ինչ եք անում։ Այ, առանձնապես պատմելու բան չկա։ Ես կարող եմ Նկար ունեք այստեղ, ո՞նց չկա։ Այս նկարը վստահ եմ պատմություն ունի։ Այն նկարը պատմություն ունի Զուրումնա Գրիգորյան ինձ նվիրել, ես դա շատ սիրում եմ, ինքը իհարկե ես իր հետ այլ առիթով էի, ոչ բացարձակ երբևէ ակնկալիք չունեի, որ ինձ նկար կնվիրի, իր հետ զրուցում էի ինքը մարդա, որ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միասնություն դաշինքի այսպես ասած նախաձեռնողներից մեկը դարձավ։ Հենց իր արվեստանոցում էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը հանդիպել, իրար հետ երկար զրուցել, ու թեև Կարեն Դեմիրճյանը նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի մրցակիցներ, հակառակորդներ ու շատ զարմանալի էր, որ իր վարչապետը հետո իր հետ դաշն կնքեց։ Դա տեղի ունեցավ շնորհիվ նաև այս նկարի հեղինակի։ Ինձ թվում է պատմական էր այն իր բացահայտումները, արեց, բայց վերջում էլ նաև նկարը նվիրեց, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես եթե չեմ սխալվում, դուք շատ կարևոր մրցանակ եք ստացել հոկտեմբերի 27-ը լուսաբանելու, հա, կապակցությամբ։ Ստեղի դեպի մրցանակներից մեկը կա, սա կա Երևանի մամուլի ակումբը տալիս է
մամուլի ազատության ժամանակը մրցանակը տալիս տարվա մեջ միայն մի հոգու, առայժմ շատ քիչ լրագրողներ են դրանք արժանացել, այդ մրցանակը այս պատկերով այս ժամացույցն է, որը ես ստացել եմ եւ կարծում եմ Ես չէի սխալում, չէ, հոկտեմբերի 27-ի հետ կապված դուք մրցանակ ունեք։ Իսկ հիմա հետևում եք, ինչ է տեղի ունենում հիմա։ Որտեղ 27-ի հետ կապված։ Ինչ են բացահայտում կամ բացահայտում են թե կան յարե process-ը։ 27-ի կասկածյալներից կամ վկաներից շատ-շատերը, գուցե ժամանակի բանով արդեն շատ-շատերը հեռացել են։ Նայրի եւ Կարենի վերաբերյալ բարբերաբար, հա, իրանք միշտ իմ հետաքրությունների շրջանակում կան, ես փորձում եմ իրենց հետ կապված, բայց ըստ էության իրանք մենախցում են այսքան ժամանակ, կարծում եմ, որ այդ հողի վրա դժվար թե հա, ինչ որ մեկը, որ այդքան երկար ժամանակ մենախցում ապրի, բան չլինի, հա, ուղեղի հետ կապված խնդիր չունենա ու դրա հաստատումը ստացա եմ, որ Նայրին հրաժարվել էր իրեն այցելած մարդկանցից մեկին ընդունել, ասել որ ես ժամանակ չունեմ ու նստած ինչ որ ինքը բաներ ա գրում, հրամաններ, հրահանգներ։ Լավ, մի օր կիմանանք պատվիրատուին։ Ես վախենամ, որ ոչ, ինչի, որովհետև կարծում եմ մեր մարդիկ քաղաքացիական հասարակությունը տվյալ դեպքում, հա, ասեմ, կարճ հիշողություն ունի։ Ժամանակը իրանց ստիպում է, որ արագ անցնեն այլ թեմաների, որոնք ավելի այդ պահին ավելի թրենդային են, հա, որոնք ավելի շատ են հասարակական հուզումը։ Այդ ամենը տեղի ունեցել Մարտի 1 Պերմյակով, Սասնացրել եւ ես ավելի հետ էլ կգնայի, դրոյի հետ կապված։ Կարող են գնալ խոհանոց, մենք նվերներ ունենք հանձնելու, բայց կվերադառնանք այստեղ, լավ։ Շատ լավ։ Աննա, ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել Սլաբադա կետչուպը, շատ համեղ է, չգիտեմ կանայք արդյոք այդքան սիրում են կետչուպ, որքան տղամարդիկ, բայց տղամարդիկ շատ են սիրում մսի հետ կետչուպ եւ ոչ միայն մսի հետ։ Ներկայացնեմ նաեւ Սլաբադա ձեթը, ձեթը ասում է օրգանիկ հսկողություն, ինչը շատ կարեւոր է։ Խնդրեմ Սլաբադա։ Աննա ներկայացնեմ Մարիաննա կատնամթերքը, դուստր Մարիաննա ձեռնարկության կատնամթերքը արտադրվում է անարատ կաթից, շատ համեղ է, իդեպ մինչև ձեր տուն գալը ես յոգուրտ կերա, որովհետև առավոտ քաղցած էի, շատ համեղ հալած պանրիկներ ենք բերել եւ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս օգտվել Մարիաննա կատնամթերքից, որովհետև եղել եմ գործարանում, տեսել թե ամեն ինչ անարատ, մաքուր եւ որակով է պատրաստում։ Ես վստահում եմ ձեր տեսակետին ու շատ շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալություն։ Աննա ներկայացնեմ բինգո մաքրող միջոցները, լվասկի փոշի բինգո, այս դեպքում մենք բերել ենք գունավոր հագուստի համար, բայց գոյություն ունի նաև սպիտակեղենի համար եւ այլ մաքրող միջոցներ բինգոյի կողմից, իհարկե ամբողջ տեսականին չենք բերել, որովհետեւ չենք կարող, ծանր է, բայց խորհուրդ եմ տալիս օգտագործել, որակով է եւ խնայող։ Ներկայացնեմ Visage Color պրոֆեսիոնալ ներկերը, կանայք եթե ցանկանում են մազերի գույնը փոխել, ապա թող փոխեն պրոֆեսիոնալ ներկերով, նաև հիգիենա եւ խնամքի պարագաները վիզաժի կողմից ներկայացնեմ, ամբողջ տեսականին այստեղ չէ, ամբողջ տեսականին կարելի է գնել բոլոր սուպերմարկետներում։ Visage Color։ Աննա, շարունակենք, եւ քանի որ խոհանոցում ենք, վստահ եմ հեռուստադիտողին հետաքրքրել ձեր խոհանոցային ունակությունները եւ արդյոք ինչպիսի խոհարար եք դուք։ Ընդդիմադիր թե հայտարարելու համար մարդու բան եք դե հնարավոր չի երկու աստծո ծառայել։ Ինձ թվում է շատ քչերին է հաջողվում միաժամանակ եւ լավ տնային տնտեսուհի լինել եւ լրագրող։ Ես չեմ հասցնում։ Ես տառավոտյան դուրս եմ գալիս տանից եւ վերադառնում եմ երեկոյան ուշ, կարող է դեպքեր են եղել, երբ որ գիշերվա 4-ին եմ տուն եկել, լուսադեմին, հոկտեմբերի 27-ին լուսադեմին եմ տուն եկել։ Այս ամեն ինչի մարդարացումներն են ասելու համար, որ ես ժամանակ չունեմ խոհանոցում ինչ-որ բաներ անելու համար, անում եմ այրս, ինչ-որ բաներ գիտեմ, սոված չեմ մեռնի։ Ես հիշում եմ հոկտեմբերի 27-ը, միանգամից ձեզ եմ հիշում, որովհետև այդ ժամանակ մենք Դավիթի հետ բանակում էինք ծառայում Զինուժում եւ երբ որ հեռուստատեսությանը հետևում ենք, անընդհատ դուք եք եթերում, կարծես նույնիսկ այն ժամանակ, չգիտեմ դա հնարավոր էր թե ոչ, ուղիղ եթերում եք, կարծեմ։ Ես չգիտեմ, որովհետև ես շատ լավ էլ չեմ ընկալել, թե ինչ է կատարվում, որովհետև շոկի մեջ էի եւ ուղղակի ես ուժ դուրս եկա, ինձ զորով ընկերուհիներս ձեռքերիցս բանանելով
դուրս բերեցին խորհրդարանի շենքից եւ այդ ժամանակ արդեն տարբեր լրատվամիջոցներ հավաքվել էին, բայց ինձ թվում էր ես ավելի շատ պատասխանում եմ մարդկանց հարցերին, ովքեր ինձ հարցնում էին, թե տեսել եմ արդյոք իր հարազատին եւ որտեղ է, տենց սումբուր ինչ որ հարցերի էի պատասխանում, հետո պարզվեց, որ ինչ որ բաներ տեսագրվել է ու գնացել է եթեր։ Չգիտեմ, մինչև հիմա էլ ինձ համար դա Այդ ամենից հետո ձեզ հետ հոգեբան աշխատել է։ Այ Լարիսա Ալավերդյանը առաջին խորհուրդներից մեկը, որ այդ օրը լսեցի, ասում էր, որ անպայման պետք է դիմել լրագրողների, ձեզ ասեմ, որ բոլոր այն լրագրողները, ովքեր այդ օրը դահլիճում էին, իրաց մոտ այսպես բարձր դենից իրանք սենց են լինում։ Չի աշխատել, երևի վատ է, որ մեր մոտ չկա այդ կուլտուրան դիմելու եւ այլն։ Իդեպ մի հատ ուրիշ խորհուրդ էլ ստացա, մի քիչ ավելի զավեշտային ասեմ, այդ Լարիսա Ալավերդյանը ասեց դիմի խորհրդին, բայց պատկերացրեք այս դեպքերի բանա մոտս երբեք մարդ չեն սպանել այդ արյուն այդ ահավոր տեսարանները եւ այլն գալիս եմ sense մի կերպ բանը հասնում եմ խմբագրություն դռների մոտ տեսնում եմ Մարգարիտին Եսայան որ այն ժամանակ առավոտի թղթակից էր եւ ինքը գնացել էր լուսաբանելու կաթողիկոսի ընտրությունը նույն օրն էր հիշում այն ժամանակ ընդդիմադիր էր չէ՞ նա Չէ ասի որ ընդդիմադիր էր, գիտեք առավոտում, այսինքն տենց հստակ բան չկա իշխանամետ, ընդդիմադիր, մենք աշխատում ենք այո, իհարկե, հիմա իշխանության ներկայացուցիչ է, բայց այն ժամանակ Խոսքով ինչ խորհուրդ տվեց նա Վայ, չգիտեմ էլ դա հնարավոր է եթերում ասել թե չէ, բայց Մարգոն հենց ինձ տեսավ, ասեց, ես հիմա շտապում եմ, ասեց, ժամանակ չունեմ, բայց դու գնա ճիշիկ խմի։ Հերիք չէր ինձ այդ ամբողջ բաները սարսափելի բաները, որ տարել էի, հələ մի հատ էլ Մարգոյի հետ խորհուրդ է։ Իդեպ, չգիտեմ սա ձեզ որքանով է այս բանի ձևաչափին համապատասխան, բայց ինչքան էլ որքան էլ ողբերգական իրադարձություններ էին այդ օրը բան, բայց գիտեք որ 27-ի հետ կապված էլ կային զավեշտալի պատմություններ, որ մենք իրար մեջ ենք պատմում, օրինակ որ Նարինե Դիլբարյանը տեսնելով թե Կարեն Հունանյանը ոնց է ավտոմատի խզակոթով հարվածում ազգային վիճակագրական ծառայության պետի Ստեփան Մնացականյանի մեջքին գոռաց Ինչու եք նրան սպանում, չէ՞ որ դա ինտելիգենտ մարդ է։ Դե հիմա բան ասեմ, Նարինը, այսինքն այն մնացածները, որոնք սպանվել էին, նորմալ։ Լավ, խանոցում ասելու բան ունենք, թե։ Չէ, ասեմ Լավ, ձվածեղ պատրաստել չգիտեք։ Սոված չեմ մեռնի, ես կկարողանամ ինչ-որ բաներ սարքել, երբ որ ամուսնացած էի, ահագին նորմալ համով բաներ սարքում էի, բայց Հա, իդեպ ձեր ամուսնությունից։ Մեր ամուսնություն մենք Ղարաբաղյան շարժման զույգերից էինք, նստացույցի ժամանակ ենք մտերմացել, սիրահարվել, ավարտվեց Ղարաբաղյան շարժումը, ավարտվեց ձեր ամուսնությունը։ Իսկ երրորդ անգամ։ Չէ, ես Հայկինը մի անգամ պետք է ամուսնանա։ Հայկինը մնում է Հայկին, ես ձև չեմ անում, երբ որ ասում եմ, որ իրոք ժամանակ չի մնում, ես այնպես է ստացվել, որ լրագրությունն է դարձել իմ ամուսինը։ Հա։ Գնանք, հա, այն սենյակ, այնտեղ կիսատ բաներ մնացին, հա։ Եվ նաև հաջորդ հարցս հետևյալն է Աննա։ Ինչ շատ հետաքրքիր է, ինչ է հարկավոր, որպեսզի լավ լրագրող լինես։ Տաղանդ։ Ինչ ունակություններ պետք է։ Տաղանդ կարող է տաղանդ ունենաս։ Ձիրք, առաջնահերթը ձիրքն է, մնացած ամեն ինչը կարելի է սովորել։ Կարելի է ձեռք բերել հմտությունները, կարելի է սովորել այդ նյութի մատուցման բան, լավ լրացախոսները քեզ ամեն ինչ կսովորեցնեն, ոնց սկսես նյութը, ինչ վերնագիր դնես, ուշադրություն գրավելու համար։ Ճիշտ է որ վերնագիրն է ամենակարևորը։ Իհարկե, հիմա շատ շատերը վերնագիրն են միայն կարդում, դուք մենակ վերնագրեր չեք կարդում։ Լինում է այդպես, բայց ես արդեն զգում եմ, որ այդ վերնագիրը ուղղակի շոկ, այո, առաջացնելու համար։ Հաստատ։ Օրինակ վերնագրեր կան, չէ՞, տեսեք, որ աստղն է, ինչ եղե, պարզում է ինչ որ Տանզանիայում ինչ որ մեկը աստղ ես ինչ։ Ձեզ մի բան ասեմ, հենց ինձ հետ պատահածից։ Անցած շաբաթ, երբ որ որդիս ամուսնացավ, Գագիկը Շամշյան այդ մասին ֆոտոռեպորտաժ էր արել ու ես ինձ համար զարմանքով տեսա, որ 90,000-ից ավելի մարդ կարդացել է այդ Դե Գագիկ Շամշյանի շատ են հետևում։ Հա, բայց ես ուզում եմ հասկանալ, ինչի, սովորա ոչ օլիգարխ եմ, ոչ սովորական հայկական հարսանիք է, սովորականից էլ ցած է։ Գագիկ Շամշյանը բացահայտում է, թե ինչ դժբախտ պատահարներ է լինում, իսկ հայ ժողովուրդը ուրախանում է, չէ՞, մյուսի դժբախտ պատահարով, ասում է մտնենք, տեսնենք ինչ է։ Ինձ այլ բան է թվում, գիտես Սուրեն, որ ինձ թվում է, որ մարդկանց այդ մղումը բանալու անցքից նայելու, այդ չի հագեցնում ոչինչ։
Եվ այդ տեսակ բաները տեսնել թե որևէ մեկ ինչպես է ապրում, երևի դրանով է պայմանավորված եւ սերիալների նկատմամբ Եվ մեր հաղորդման այսքան երկարակեցությունը։ Երևի։ Այո, բոլորին հետաքրքիր ով ինչպես է ապրում, ինչ միջոցներով։ Ով է ծաղիկ նվիրեց ձեզ։ Նախկին ամուսնուս կինը։ Օ, Մենք ասեցի, որ դուք սա երևի շնորհակալության խոսք էր, հա, որ 5 շաբթի օրը մենք 5 շաբթ ինքն նկարչու է, 5 շաբթի օրը ես իրեն մեր տուն էի հրավիրել, իրանք Մոսկվայում են ապրում, հա, մեր տանը հյուրընկալվել էին եւ Օլյան Ադամյան, որ իմ նախկին ամուսնուկինն է, ինքը բերել էր ինձ այս ծաղիկները եւ այլն։ Լավ հարաբերությունների մեջ եք։ Դուքից չհավատացիք, հա, ես որ ասեցի, մենք Օլային խորհուրդ եք տալի, ինչ։ Ոչ մի բան խորհուրդ չեմ տալիս, ինձ թվում ամեն մեկը իր ճանապարհը ինքը պետք է գտնի, բայց մենք բան ենք անում, չկա էլի այն, ինչ ասեմ, որ իրար գզելու եւ այլն, ես Աննա, ես ցանկանում եմ սեպտեմբերի 28-ին հրավիրել ձեզ դրամատիկական թատրոն, դիտելու Սև դառը շոկոլադ ներկայացումը։ Պիեսի հեղինակը Էմմա Պետրոսյանն է, գլխավոր դերերում Արամոն եւ Լուիզա Ղամբարյանն են։ Այս ներկայացման ընթացքում դուք կփորձեք բացահայտել եւ պարզել այն ամենը, ինչ տեղի ունենում կնոջ եւ տղամարդու միջեւ։ Անչափ շնորհակալ եմ, մեծագույն սիրով կգամ, ես քիչ ժամանակ եմ ունենում դրա համար, բայց դրա համար միշտ կգտնեմ, որտեղ հեռվից հեռու հա հետևել եմ ձեր ներկայացումների վերաբերյալ թատերախոսություններին։ Սեպտեմբերի 28-ին սպասում եմ ձեզ դրամատիկական թատրոնում։ Հետո կքննարկենք, արդյոք ով էր իրավացի, տղամարդը թե կինը։ Ճիշտ բան անցում եղավ աստորեն դե։ Այո։ Ինչ ունենք մեզ ցույց տալու, խնդրեմ։ Որտիս է փոքր ժամանակ։ Ես ինձ մռութ էր։ Հիմա բանը արդեն մեծ է։ Աննա, այս դուք ինչու քաղաքականություն չմտաք։ Ես չեմ սիրում։ Մի հատ ինձ ասեք, միթե մարդը, որ ամբողջ ժամանակ քննադատաբար է գրել քաղաքականության մասին։ Մենք ունենք, չէ՞, այդ օրինակները։ Նշեմ անուններ։ Հայրը Զորաբյան, Նիկոլ Փաշինյան, Մարգարիտը նույն։ Փոխի իմ տեղը, իմ դիրքը մարդու, որ կարող է միշտ քննադատաբար լուսաբանել իրենց գործունեությունը եւ չեմ տա իմ գործընկերներին այդ հաճույքը, որ իրենք իմ մասին գրեն այնպես, ինչպես ես եմ գրում իրենց մասին։ Հասկանալի է։ Դե ինձ թվում է սա քաղաքականության մեջ կլինես, դուրս կգաս եւ այլն, բայց լրագրողի տեղը ավելի հաստատում է, չգիտեմ։ Բայց հիմա իմ կարծիքով ինչ ուզում ես գրի, ինչպես ուզում ես ձևացրու, ինչ ուզում ես արա, փորձը ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվում։ Իսկ ինձ թվում է, որ պետքա փոխենք լրագրության նկատմամբ այդ վերաբերմունքը, որ սա միջոցը Սյունիքի մարզպետը ձեզ օրինակ։ Հա, դե մի լրագրող կա, որ չի գրել։ Կոշտուկից վրա մի դրեք, ասում եմ, մատը, որտեղ դա ինձ համար շատ ցավագին թեմա է, շատ ու շատ երկար ժամանակ ես էի հատկապես իր հետ կապված գրում։ Դրա համար եմ հենց։ Բայց անկեղծ ասած դադարեցրի դա անել, գիտեք, որ պահից հետո, երբ որ տեսա, որ Օգուտ չկա։ Չէ։ Մի ավելի տխուր բան տեղի ունեցավ։ Մարդիկ իր այսպես ասած չակերտավոր զոհերը, հա, այսինքն մեկը, որին ինքը այն երեխու ծնողները, որին ինքը ծեծի էր ենթարկել, կամ այն աղջկա ծնողները, այն աղջիկը, որին իր եղբայրը փորձել էր իր նկատմամբ բռնություններ գործադրել, իրանք բոլորը հրաժարվում էին իրենց անունով խոսել։ Ես այդ բոլոր նյութերը հարկադրված էի լինում իմ անունով գրել։ Իրանք անընդհատ խնդրում նույն այդ բանը մի երիտասարդ կար, որ իր եղբոր որդիները քանի տեղից դանակահարելով սպանել էին, դանակը մցրել էին հետանցքը ու վերև էին քաշել, ներողություն ես մանրամասնի համար։ Այսինքն այդ պահին, երբ որ ինքը այդ հարցազրույցը ինձ տալիս էր, մայրը ինձ պատմում էր, թե ինչ է տեղի ունեցել, այդ տղայի հայրը գոռում էր, այ կնիկ դու ինչ գործ ունես, քեզ սա պետք է, ասում էր, բանա, վախեն մեզ կվերացնեն։ Մարդը, որ կորցրել էր իր 30 տարեկան որդուն, որբ էր մնացել նրա երեխա, թվում էր կորցնելու ոչինչ չուներ, բայց ինքը էլի վախենում էր։ Այ ու տենց Խոսքով ստալինիզմի ռեժիմ կա, հա։ Դա իրանք բան էին, երբ որ դուք լռում եք, երբ որ դուք պատրաստ չեք պայքարել, ինչ ասեմ, էլի։ Ինչ որ մի պահի դառնում է քեզ համար էլ միևնույն, ասում եմ, դե վայելեք ձեր արածի պտուղները։ Նույն ձև որ հիմա երբ որ էլի ասեմ, երբ որ մարդիկ 5000 դրամ են վերցնում ու գնում են քվեարկում են, ասեմ դե հիմա 5 տարի վայելեք այն իշխանությունը։ Մայրս եմ։ Մամա։ Բարև ձեզ նորից։ Բարև ձեզ նորից։ Ինչպես եք։ Ոչինչ, շնորհակալություն, դուք ինչպես եք։
հեշտ է սուր լրագրողի մար լինել։ Այո։ Հա, չեք վախենում մեկ-մեկ։ Չէ։ Ճիշտ չի ասում։ Ինքը անընդհատ իմ հետ կապված վախենում էր, օրինակ, երբ որ Ղարաբաղյան Այդ իհարկե ժամանակ շատ էի վախենում, որ ինքը նոր նստացույցերը սկսվելու էր։ Ինքը անընդհատ նստում էր, ես անընդհատ վախենում էի։ ասում էր, ես որ քնում եմ, ինձ թվում է տանկերը գալիս են քո վրայով անցնում են։ Նույն Սուրիկ Խաչատրյանի դեպքերի հետ կապված ասում էր, գործ չունես, ինձ Մոսկվայից ասեցին, որ դրա հետ գործ չունես եւ այլն, ես իմ անընդհատ մայրիկս ինձ տենց Դե որ ասում են մի բան կա էլի, Անա ջան, գործ չունես։ Չէ, չեմ բանարել։ Ուր է տանում այս դուրը։ Պատշգամբ։ Դուք հասկացաք, չէ՞ որ սա մի սենյակ ա եղել, հետո ավելացրել են մնացած բոլոր բաները, չհասկացաք, բանով է։ Ու բայց այս պատշգամբը իր օրինական բան պատշգամբն է, սովորական։ Ես իմիջիալուց նույնիսկ ինձ տուն գնելու առաջարկ ա եղել, որ ասացիք, որ կաշառք ստացել եք, թե չէ։ Ահա, ասեցին տուն գնենք, միայն հանգիստ թողեք մեզ։ Չէ, ասենց ասեցին օգնենք քեզ մի հատ նորմալ տուն առ, ասեց, ես որտեղ ես ապրում եւ այլն, ես իմին։ Իսկ հիմա մեր հարթումից հետո առաջարկները էլ ավելի շատանալ են։ Չէ, ես չեմ ընդունում։ Որոշ մարդկանց հանգիստ թողեք տնի դիմաց, մեծ առանձնատան դիմաց։ Իմիջիալուց դա այն ժամանակ էր, որ երբ որ ավելի շատ էին մամուլը բանամ։ Հիմա ինձ թվում է արդեն իրանք սովորել են կարդալ ու գնալ առաջ։ Այսինքն հիմա այլևս լրագրող գնելու փորձերը այդքան տենց տենդագին չեն, որովհետև անցավ են առաջնային շոկը, էլի իրանց հիմա արդեն հանգիստ մականուններով դիմում են իրար, գրում են մականուններով։ Դուք ուշադրություն դարձեք, հիմա առանձնապես շատ չեն էլ ծեծում լրագրողներին։ Ինձ օրինակ մի 3 անգամ ծեծել են, բայց խփել են, ավելի չփորձեմ էլի գույները խտացնել էլի, բայց բանը, հիմա արդեն ուղակի կարդում ու անցնում են առաջ, արդեն խփելուց հետո այդ գործը քրեական ընթացք ստացել է թե ոչ։ Երկուսի վերաբերյալ եղել է դատական բանի որոշում, մեկը հետո հանդարտ ներողություններ խնդրում, երրորդը, բայց ով որ դատարանի որոշում եղավ առաջին, դա ավելի վատ էր, ոնց որ երկրորդ անգամ ինձ խփեին, որովհետև ինձ եւ մեկ այլ լրագրողի խփելու եւ մեր տեխնիկան ջարդելու համար դատարանը կենտրոնի եւ Նորք Մարաշ համայնքների 100,000 դրամ տուգանքի դատապարտեց իր մականունով ավելի հայտնի Բանգլադեշի համոին դա եւ երբ որ դատական նիստը ավարտվել էր, իր սափրագլուխ ընկերները դատական նիստերի դահլիճից դուրս գոռում էին Մանթո։ Beatles եք լսում, թե ձեր տղան։ Սիրում եմ, ոչ, այդ ես եմ։ Ես բանը մնացել եմ երաժշտական նախասիրությունների իմաստով, իմը 60-ականներն է։ Ես սիրում եմ Beatles, ես սիրում եմ hard rock, բայց դասական hard rock, այսինքն, չգիտեմ, Led Zeppelin, Deep Purple Սպարտակը Սեյրանյանի ընկերը նախկին նախարարը պնդում է, որ ես տենց էլ 70-ականներից այն կողմ չեմ գնացել, այսինքն չեմ նոր երաժշտությունը չեմ ընկալում, դա ես էլ տենց պահպանողական եմ։ Իդեպ սա Գագիկ Նաշամշյանն նվիրել։ Երբ որ ինքը հիշում եք, հանրահայտ բան կար, ինքը որ գնացել էր Երուսաղեմ ուխտագնացության, ինքը հակընկվեց, դարձավ Սարգիս եւ այստեղից ինքը Գագիկը սա ինձ բերել է։ Բան պատմություն է, բայց շատ սիրում էի այդ նյութի տակ մեկնաբանությունները թերթեմում, որ գրել էին, որ կնքվեց ինքը գետում, գրել էր, իսկ ինչպիսի սնունդ է ինքը նախատեսում, օրգանիկ թե ոչ։ Էլի այդ Միջալոց կարծեմ առաջին տիկնոջ Հովանու ներքո էր այդ ամեն տեղի ունեցել։ Առաջին տիկնոջ Հովանու, իդեպ ինքս էլ ունեմ տենց ցանկություն, ես էլ եմ ուզում գնամ, թե առանձնապես բան չեմ, հավատացյալ եւ Աստվածավախ չեմ, Աստված հերոտանի, որ sense բաներ բարձրաձայն ասում եմ, բայց չգիտեմ, երևի ավելի շատ սեփական ուժերից վրա եմ բանանում, քան ինչ որ ինձնից դուրս այլ ուժերի, գուցե դա ժամանակի ընթացքում կգա այդ գիտակցությունը։ Հեռուստատեսությամբ լրատվությանը հետևում եք։ Ոչ։ Հնացել է։ Համար հեռուստատեսությունը ավելի շատ իր գործառույթը ժամանցային իմաստով է կատարում, քան տեղեկատվության ֆիլմեր, գուցե երաժշտություն, բայց տեղեկատվությունը ես ստանում եմ համացանցից, որովհետև հեռուստատեսությունը նախ ուշացած է, երկրորդ ֆիլտրված տեղեկատվությունն է ինձ թվում մատուցում։ Վերահսկվում է։ Կարծում եմ, որ լրատվության ազատության մասին երբ որ գոռում են այդպես չի, հա։ Ինքնագրաքննությունն էլ է, կարծում եմ, որ շատ մեծ, արդեն ոչ մեկին ոչինչ էլ ինձ թվում է այլևս պետք չի ասել, բոլորը գիտեն թե ինչ պետք չի ասել, որ հանկարծ չգնա։ Իսկ ինչ հետարքիր ֆիլմեր եք նայում, մինչև հիշեք, ես մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ մեր հաղորդումները կարող են դիտել Չէին սպասում .am կայքում եթերից 1 շաբաթ անց։
Ես ֆիլմերը ինչ որ կլինի այդ փաթեթում, որը առաջարկում եմ կավի 4-5 ալիքներ, այդ իմաստով ընտրությունը առանձնապես մեծ չի, այսինքն իրանք գիտեք, իրանք պահանջարկը միջինացված է, այսինքն բան են անում մելոդրամաներ կամ էքշն ժանրի բաներ, որոնք մի քիչ այդ իմաստով թեև չեմ էլ ուզում շատ բան անել, որ ես բաների, երբ որ հոգնած, ինչ որ ստրեսաշատ աշխատանքից տուն ես վերադառնում, գուցե ինչ որ տես թեթևացնում։ Անա աշխարհում ով է ձեզ համար կատարելությանը մոտ լրագրող։ Միգուցե անհեթեթ բան եմ ասում։ Գիտեք ինչի է, ոչ թե անհեթեթ է, այլ չկա տենց լրիվ կատարելությանը։ Ինձ թվում է բոլորն էլ ինչ որ Լավ, ձեր սիրելի լրագրողը Հայաստանում թե դուրս բաներով Հայաստանում կարծում կդժվարանա կանոններ հնչեցնել։ Չէ, ես ուղղակի հիմա վախենում եմ իր անունը հնչեցնել, որովհետև կասեն նա գլխավոր խմբագրի տես գովում, բայց ինձ Արա Աբրահամյանին բացառում է։ Արամ, դե ինքը Արամ Աբրահամյանին բացառելով շատ եմ սիրում այն աշխատանքը, որ անում է Էդիկը Բաղդասարյան, որովհետև ինքը զբաղվում է մի լրագրությամբ, որը ոչ ըստ նպատակահարմարության է, ոչ էլ դենց առանձնապես եկամտաբեր է, ինքը անում է խորացված հետաքնություն, շատ սիրում եմ։ Իսկ որ թերթն է ավելի շատ վաճառվում։ Կարծեմ ժամանակին առավոտը ամենաշատ վաճառվող թերթն է։ Չէ, վախենամ, որ բոլոր թերթերն էլ արդեն կիսամեռ վիճակում են, որովհետև մենք բոլորս պարտվեցինք համացանցի հետ մրցակցությունում եւ ինձ թվում է անգամ հեռուստատեսության Մարզերում, գյուղերում չի վաճառվում։ Մարզերում, գյուղերում իրանք ավելի օրախնդիր հարցեր ունեն լուծելու, քան թե թերթ գնելը ցավոք եւ կարծում եմ մենք շատ ենք ասֆալտի լրատվությամբ նաեւ բանանում, շատ ենք մենակ քաղաքին հետաքրքրող խնդիրների մասին գրում եւ գյուղերին այն ինչ որ մենք գրում ենք մեծ մասամբ հետաքրքիր չի ցավոք։ Գնանք առաջ, այնտեղ սենյակ ունեք եւ կհիշեք ձեր լավագույն նյութը, որով պարծենում եք, հպարտանում եք։ Ես էլ գնամ տանը նայեմ այդ նյութը։ Շատ եմ սիրում Արմեն Շեկոյանի հետ հարցազրույցս։ Շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում դա RLA TV ալիք թերթի համար հատուկ, բայց վերջերս առավոտում վերահրատարակեցինք։ Այդ մի հարցազրույցը անելու համար ես ամբողջ գիրքը կարդացել էի եւ գրքից մեջբերումներ անելով պատկերացնում եք ստեղծագործող մարդու համար ինչ բան է, տառապանք է, որ գրքում գրած էլ ասում է հումարի մեջ այսքան վաղ ես չեմ եղել դեռ կրող, ես ասում եմ իսկ շատ եք դուք թղթախաղով զբաղվում եւ այլն, ես ամեն ինչ նույնականացնելով, որովհետեւ ինքը բաներ ունեցել վրիպել էր գրելով իր խմբագիրը, որ այս գրքի մեջ բանաստեղծական առումով արտահայտվում են հեղինակի ապրումները, այսինքն ինքը նույնականացրել էր իրեն, ես էլ ամեն ինչ իր գրական հերոսի հետ բան արել։ Չգիտեմ, ինձ թվում է շատ լավ հարցազրույց էր ստացվել, ներողություն։ Այս կողմում ինչ ունեք։ Իսկ Աննա դուք դասավանդում եք ինչ-որ միտեղ։ Պարբերաբար, տարբեր մշտական հիմունքներով ոչ, չեմ բան արել առաջարկը, որովհետև ցավոք մեր վատ բան պիտի ասեմ, բայց մեր բուհերը դասախոսական աշխատանքը առանձնապես չեն կարևորում, ծիծաղելի գումարներ են վճարում, ներողություն իմ ժամանակը ես բավական թանկ եմ գնահատում, բայց պարբերաբար տարբեր կուրսեր եմ անցկացնում, վարպետության դասընթացներ, լրագրողների հետ փորձում եմ ինչ-որ առումով իրենց օգտակար լինել, փորձը կիսել եւ այլն։ Այստեղ ցա ավելի շատ մայրիկիս տարածքն է։ Այսօր ինչ որ շատ հա Գագոյի մասին խոսեցինք, բայց բանա։ Էլի ինչ որ բան եմ։ Հա, ինչ որ բան գտա։ Գագոյի մամայիս լուսանկարն է արել։ Գիտեք, իր հետ քանի որ ձեզ երևի հայտնի է, չէ՞, իր պատմությունը, այո։ Իր պատմությունը այն ինչ որ ինքը մոր հետ կապված է ասում, ինձ համար կրկնակին են բանայինք, մամայիս հետ կապված հասկանալի է։ Ոնց որ իմ մայրը լինի։ Աննա, դուք գոնե տարին մեկ անգամ հանդիպում եք մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ երբ որ այսպես հանդիպում եք, այդ ժամանակ ինչ որ հարց ուղում եք, թե Գիտեք, այո, ամեն տարի ես Պարոն Սարգսյանին մի հարց ուղում եմ, բայց քանի որ այդ հանդիպումները խորհրդապահական բնույթի են, այսինքն ոչ լուսաբանման համար, իսկ ես բան ունեմ, էլի։ Հարկավոր չէ հարցը հնչեցնել, պատասխանել։ Դրական արդյունք լինում է, թե ոչ։ Չէ։ Ոչ, երբեք։
Չէ, այսինքն դա շատ ավելի ուղղակի ինձ համար բանա լինում, այսինքն ինչ ասեմ, երկու կանոն ունեմ, չեմ ուզում շատ մանրամասնել, ես կանոններիցս մեկը լրագրության մեջ նաև երբեք մասնավոր զրույցում ասված բառը առանց թույլտվության չհրապարակելն է, երբեք, եւ անկախ նրանից, թե դա ինչ բան անում, բայց ասեմ, որ ամեն տարի ես իրեն ինձ համար շատ կարևոր մի հարց տալիս եմ, առայժմ երբեք չեմ տեսել, որ դրանից ինչ-որ բան փոխվի եւ միամիտ կլիներ գուցե մտածել, որ լավատես եք, վաղը լավ է լինելու Հայաստանում։ Չգիտեմ, ես գիտեք լավատես էի 88-ին։ Վաղը խոսում ենք լավ 10 տարի անց։ Ես լավատես էի 88-ին, ես երբ որ ուսանող էի ու հեղափոխական էի, ես հույսեր ունեի, որ Կասում եմ դուք միշտ եք հեղափոխական եղել եւ մինչեւ այսօր հեղափոխական եք։ Մի հանրահայտ ասացված կա, չէ, որ եթե երիտասարդ տարիքում հեղափոխականը չէ, եթե հեղափոխական չես, ուրեմն դու սիրտ չունես, եթե երիտասարդ տարիքում հեղափոխական չես, իսկ եթե հասուն տարիքում դու շարունակում ես այդպեսին լինես, ուրեմն խելք չունես։ Այդպեսի մի ասացված կա։ Ես այդ սահմանը չգիտեմ երիտասարդության եւ հասունության անցումը, նայած ներքին ինչ է զգում։ Դու զգում ես քեզ երիտասարդ թե հասուն։ Ճիշտ է, մարդը այնքան տարեկան է, ինչքան իրան զգում է, բայց մի բան ասեմ, այն ժամանակ էր, որ ես շատ ու շատ հույսեր ունեի, որ անկախ Հայաստանի նվաճմամբ մենք ինչ-որ խնդիրներ կլուծվեն եւ շատ հետո տեսա, որ հետո ժամանակի ընթացքում, որ բոլորովին այդպես չի, հա։ Ձեր մահճակալն է։ Չէ, որդիս էր այստեղ քնում, ինքը մի շաբաթ արդեն ձեզ հայտնի արդեն ասած բաներով քնում Որտեղ է ձեր մահճակալը։ Ինչու եմ ասում, որովհետեւ ես պիտի ներքնակներից խոսեմ եւ ներկայացնեմ Sleep Comfort-ը։ Ես ուզում եմ դուք իմանաք, որ Sleep Comfort-ում ներկայացված են աշխարհի լավագույն ներքնակները, շատ կարևոր է լավ ներքնակի վրա քնել, իդեպ ամռան այս շոկ օրերին այնտեղ ներքնակներ կան, որոնք հովացվում են։ Սա ինձ համար նորություն է, բայց ես հասկացա, որ կարևոր մի բան Զեղչի քարտ հանձնեմ Sleep Comfort-ի կողմից եւ նշեմ հասցեն Արշակունյաց 17, հեռախոսահամարն է 440502։ Աննա այցելեք Sleep Comfort եւ գնեք ձեզ համար հարմարավետ ներքնակ։ Շատ կարեւոր է լավ քնել։ Որ լավ նյութեր գրեք։ Ես քնի մեջ եմ շարունակում աշխատել։ Նյութեր եմ խմբագրում եւ այլն։ Շարունակենք, ինչ ունեք ցույց տալու մեզ։ Ախր էս, հա, իդեպս բանն է, նախկին ամուսնուս գործերն են, այս երկուսը, հատուկ որդուս համար է նկարել, շատ վաղաշ ժամանակի գործերից էր ու ասում եմ հատուկ բանով, ինքը անունը, տղաս անունը փոքր ժամանակ դրել էր Պեչենու բաղերում։ Նախկին ամուսինս սյուրռեալիստ է, չգիտեմ, սա էլ մայրիկիս համար է հատուկ նկարել, որովհետև մամաս ասում էր Արամ ջան, իմ համար մի հատ ծաղիկ նկարել, մի հատ ծաղիկ, հիմա տեսեք, թե սյուրռեալիստի պատկերացմամբ ծաղիկը ոնց պետք է լինի։ Ինքը շատ հետաքրքիր գործեր անում։ Մի գործել ունեմ գործի տեղը, ինձ համար է Ռոբերտ Պլանտի դիմանկարն է նկարել։ Ես էլ չեմ սիրում, բայց բնականաբար Բարսելոնա էլ որտեղ Երբևէ Հայաստանը լքելու, այլ երկրում բնակություն հաստատելու Հա, ես սուտ ասեցի, եղել է։ Ուր? Երբ? 2008 թվականի մարտի 1-ից հետո ես շատ դժվարությամբ վերադարձա Հայաստան։ Ես այդ ժամանակ Շվեդիայի Կալմար քաղաքում մի ծրագրի էի մասնակցում, լրագրողական, եւ ձեզ ասեմ, որ մասնավորապես գուցե Շվեդիան էլ վրաս ազդեց, որովհետեւ տեսա պետություն, որ այնքան մարդակենտրոն է, որի այնքան են մտածում իր քաղաքացիների մասին, որը այնքան ինչ ասեմ, sense նախանձախնդրորեն է վերաբերում սեփական բնությանը, որ իրանց անտառներին եւ այլն, մի բան, որ ես կերազեի, էլի, բայց շատ ու շատ ազդեց վրասեն, ինչ որ կատարվեց մարտի 1-ին, ես իրոք դա շատ այդ երկպառակությունը շատ ծանր տարա եւ Աննա մութ թունելի ծայրում լույս երևում է թե ոչ։ Ես չեմ ուզում հորետեսություն սերմանել, բայց ես չեմ տեսնում։ Ես անընդհատ Ես անընդհատ փորձում եմ ինչ-որ լավ նոտայով մեր հաղորդումը ավարտել, բայց անընդհատ չի ստացվում։ Ես փորձեմ լռել, հա, երևի այդ դեպքում։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։
Շնորհակալություն Աննա, ձեզ օրվա լավ շարունակություն ենք ցանկանում։ Շնորհակալ եմ, ես ցավում եմ, որ այդտեղ ձեզ համար շատ այնց նյութ չկար նկարելու, բայց դե այսպես եմ ես ապրում։ Երբ որ առաջարկում են ինչ-որ բանի դիմաց լավ տուն գնել, Չէ։ համաձայնում եք։ Չէ։ Ցտեսություն։ Տեսություն, հաջողություն ձեզ։ Դե ինչ Սուրեն, շնորհավորում եմ քեզ։ Երրորդ փորձից հաջողության հասանք։ Այդ կապակցությամբ։ Իսկ ինչ կապակցությամբ էր ուզում քեզ շնորհավորեի, որ եւս մեկ անգամ հաստատվեց, որ մեր պետությունը հաստատուն քայլերով գնում է դեպի պայծառ ապագա, Բայց Աննա Իսրայելյանի տրամադրությունից այդպիսի կարծիքի չեմ։ Տեսակ շատ պեսիմիստական էր տրամադրված կամ հորետեսական։ Հորետեսական, տենց ճիշտ է։ Այո։ Լավ, շատ հորետեսական էր տրամադրված։ Ինչի հետ էր կապված, չգիտեմ, միգուցե ավելի շատ ինֆորմացիա ունի, քան մենք։ Բայց լավ է լինելու։ Ձեզ հետ ինչպես միշտ Դավիթը եւ Սուրեն։ ամեն ինչ մեր ձեռքում է, լավ է լինելու։ Այո, ես էլ եմ հավատում։ Մենք ենք փոխելու ամեն ինչ։ Ստեսություն։